Իհարկե կներեք, բայց ինչի են նիհար մարդիկ ավտոմատ կերպով դառնում հանրության սեփականությունը։ Մեզ միշտ բոլորը ուզում են կերակրեն։ Ախր հենց չէ, որ մենք ամեն առավոտ զարթնում ենք, ուշուգիր ենք անում, որ հասկանանք այդ օրը հաց ուտում ենք ընդհանրապես թե սոված ենք մնում։ Հասկանում եք, չէ՞, որ կան մարդիկ, ովքեր գենետիկորեն հակում չունեն գիրանալու։ Հեյթերներս նոր բան են սովորել։ Մոտդ անորեքսիա է։ Ուշադրություն։ Անորեքսիա հիվանդությունը իրենից ներկայացնում է սննդային վարքագծի խանգարում, որը դասակարգվում է որպես հոգեբուժական հիվանդություն։ Ընդհանրվում է կամավոր սննդի խիստ սահմանափակումով, ինտենսիվ վախով գիրանալուց եւ կալորիաների հաշվարկով։ Հիմա հարց. մեզանից ով ավելի շատ հակված անորեքսիա հիվանդությամբ տառապելուն։ Ես, ով ես 30 տարիների ընթացքում ինչ գտնվում եմ երկրագնդի վրա, եթե 1 րոպե անգամ դիետա չեմ պահել, թե դու, որ ամեն օր հայելու դիմաց կանգնած ասում ես. «Վերջ, 2 շաբթի օրվանից հաստատ նիհարում եմ»։ Այդ խոսի չալաղաջի մի հատ ինքոմ դի որ հետո եմ խոսում, հարգանք ունեցի։ Դու երևի նիհար ես, որովհետև 6-ից հետո հաց չես ուտում։ Քույր, ես նիհար եմ, որովհետև իմ նյութափոխանակությունը քո ուղեղից ավելի լավ ու արագ է աշխատում։ Դու տարբերակի մասին չես էլ մտածել, որովհետև քեզ ավելի հեշտ է ասել, որ ինչա քաշոտ, քամին կտանի, չես Մերի Փոփինս ֆիլմի գլխավոր հերոսուհին չեմ, ինձ քամին հաստատ չի տանի։ Բացի այդ, գրպաններս քար եմ լցնում, քո խորհրդով։ Այնքան օրիգինալ խորհուրդ տվեցիր, կյանքում դա ոչ մեկից չէի լսել։ Աստված, լրիվ կմախքես։ Ես թվում է դրանով դու ինձ վիրավորում ես, չէ։ Ուղղակի մենք բոլորս հասկանում ենք, որ դու մարդու անատոմիայից զրո ես, որովհետև այդ դասի ժամերին դու բուֆետի պոլկաներն էիր սրբում։ Իմ քաշով հետաքրքրվում են միայն այն մարդիկ, ովքեր պիցան տուփի հետ են ուտում։ Կոշի դու ոսկորներդ են մնացել։ Բայց ես գոնե մինիմում մինչև 40 տարեկան ողջ կմնամ։ Ներողություն էլի, որ տոլերանտություն էին բաժանում բոլորին։ Դուք որտեղ էիք, ձեզ չնկատեցի հերթում։ Չամիչով բուլկու հերթի մեջ էիք, հասկացած։ Չէ, մերսի, ես չեմ ուտում, այսօր գիրա ընկել, սոված պիտի մնամ։ Եկեք պատկերացնենք իրավիճակ, որտեղ ես նույն կերպ գրում եմ իմ հեյթերներին։ Իսկ ինչ չող ես, մամա ջան։ Լսի տնեցիներին գոնե ուտելու բան թողել ես։ Պապից շուտվանից չեմ տեսել, իրան էլ ես գերը։ Դու այն շռեկին գիտես, չէ՞, նենց եմ քեզ նմանացնում, տոշնի դու ես։ Լսի, ես ինչ չողացել, հիվանդ ես։ Ես եթե քո նման չաղ լինեի, հաստատ կգնայի կմարզվեի, որ մի քիչ նիհարայի, թե չամոթան։ Կարողանում ես քո չափով շոր գտնես։ Ահա որ գեշացել ես, գիտես, կով ոնց որ լինես։ Հաբես դուրս գալիս եմ, թե կարելի է sense մարդկանց հետ խոսալ։ Ուֆտա օր։ Ոչ մեկ չի խոսում, որ կյանքում լինում են այնց օրեր, որ դու պրոստը ալարում ես, ալարես։ Ված չեմ, իմ այդ սլավա բոգու ամեն ինչ կարգին է, ես առողջ եմ։ Գործերի հետ կապված ամեն ինչ բան է, բայց իմ ուղեղում չեք պատկերացնում ինչ քաոս ա տիրում։ Ես չեմ հասցնում ոչ մի բան անեմ, բայց դրան զուգահեռ այս ալարկոտությունը, որ մի անում է, ես առավոտը զարթնում չեմ ուզում ոչ մի բան անեմ։ Պրոստը չեմ ուզում։ Չեմ ուզում դաժե հաց սարքեմ ուտեմ, չեմ ուզում տուն հավաքեմ։ Իմ տունը որ դուք իմանաք բոմբա տրակած հիմա, ես ալարում եմ դաժե կոֆե սարքեմ։ Չեմ հասկանում, դե գցեմ շոկի վրա, շոկից է որ ես ուղակի թլված եմ, էներգիա չունեմ, ոչ մի բան անեմ։ Տուպը տեղերից ելնում եմ, դիվանից գնում եմ տեղերին։ Դաժե հիմա հավես նեղություն տամ, որ ինչ որ գրագետ բարերով խոսանք։ Հուսով եմ ես մենակ չեմ, անգամ մազերս սանրելու հավես չունեմ, որտեղ ցավում է։ Թութակս իջավ բուն, որ հաց ուտի։ Ես դաժե այդ եմ ալարում անեմ։ Տուտուշ։ Մի քանի օր առաջ նկարահանման էին գնացել։ Այդ նկարահանման իրերն էլա մինչև հիմա միջանցքում դրած։ Չեմ կարող տեղավորել։ Ու ասեմ, որ իմ տանը այս ժամերին է նորմալ լույս լինում, որ ես կարամ ինչ որ կոնտենտ նկարեմ, լույսը նորմալ լինի։ Պրոստը վազքի մեջ եմ տունը չեմ լինում, որ նկարեմ, կամ մի կերպ նկարում եմ, մոնտաժ անելու ժամանակ չի լինում ու հավես չի լինում։ Գիշերը գալիս է ես պարկում եմ քնելու, իմ ուղեղը փայլատակում է։ Կարելի է այս նկարել, կարելի է այն նկարել, կարելի է այս անել, կարելի է այն անել։ Առավոտը բացվում է, էլի չգիտեմ շոկից է, ինչից է, ինչ ասեմ։ Ասեք, որ էլի մարդ կա, որ իր մոտ sense պիրուտներ ա գալիս, չգիտեմ։ Բոլորը սիրուն հելնում են get ready with me-ներ, մեր կյանքը ուղղակի իդեալական է, բայց այս օրերի մասին է խոսացեք, որ ես հասկանամ, որ ես մենակ չեմ, որ sense դինջ օրեր եմ ունենում։ Ալերգիան է մի կողմից, ահա որ աչքերս քորա գալիս, քիթս կոկորդս քորա գալի, ակաջներս քորա գալիս են, որ ուր գնում եմ, այնքան եմ փռշտում ուժը խայտարակ, ճակատից ուզում գրեմ ալերգիա մոտս։ Կասեք, որ մեկ այդ ամեն ինչի հետևում sense օրեր էլա թաքնված, я не одна такая, խփնված, տվա մի հատ է։ Ինչ ասեմ անում։ Կոֆե եմ սարքել, իմ արևին, ալարել եմ, խառնում եմ։ Տուփը ցենց լցրել եմ, հատիկներն էլ այրևում։ Ուզում եմ մտածեք փնթի եմ, ինչ ուզում եք մտածեք, ես այսօր դինջ եմ։ Հուսով եմ վաղը կմոտիվացվեմ ու այս օրը կմոռանանք։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր բլոգեր Աննայի նույնինգը Մինյոնի հարսանիքն է։ Դեռ վաղ առավոտից ընտանիքը հայկական ավանդական հարսանիքի բոլոր ավանդույթները պահպանելով կազմակերպել է իրենց հարսանիքը։ Եկեղեցում միմյանց հավերժներ եւ հնազանդ լինելու խոստում ստանալուց հետո հայաստանյան շքեղ ռեստորանային համալիրներից մեկում շարունակվել է գեղեցիկ երեկոն։ Երեկոյին ներկային հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ, կադրերում երևում է նաև թե ինչպես է Աննան սկեսուր մայրիկի հետ ջերմ շփվում, երբ մեղր ու լավաշի արարողությունն է տեղի ունենում։ Առանձնացրել ենք այս գեղեցիկ օրվանից բացառիկ կադրեր եւ ներկայացնում ենք դրանք հաջորդիվ ձեր ուշադրությանը։
տեսան ուրա, Արթուր,